Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրեցին Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագիր։ Այս փաստաթուղթը ոչ միայն ամրագրում է արդեն գոյություն ունեցող համագործակցությունը, այլ նաև սահմանում է դրա խորացման ու ընդլայնման նոր ուղղություններ, ընդգրկելով գրեթե բոլոր հիմնական ոլորտները՝ քաղաքականությունից մինչև կրթություն ու մշակույթ։ Էմանուել Մակրոնը իր ելույթում նշել է, վերջին տարիներին մենք նաև նոր փուլ ենք տեղակողել։ Մենք նաև պաշտպանության ոլորտում ենք գործընկերություն հաստատել։ Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի ամրապնդում է այս համագործակցությունը։ Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունն ամրապնդել եւ կարելի է ասել, սա երկկողմ հարաբերությունների կարևոր հենասյունն է։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հենց նոր ստորագրեց նաեւ պաշտպանական նախարարության հարցերով գործակալության հետ համաձայնագիր, որը թույլ կտա նոր ուղղություններ բացել այս ոլորտում, նշել է Մակրոնը։ Հռչակագրում ընդգրկված է երկու երկրների պատրաստակամությունը էականորեն զարգացնելու իրենց հարաբերությունները քաղաքական, տնտեսական, պաշտպանական, անվտանգային, ինչպես նաև մշակութային, կրթական, գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում։ Սա վկայում է այն մասին, որ կողմերը հարաբերությունները դիտարկում են ոչ թե հատվածական, այլ համապարփակ մոտեցմամբ, կառուցելով երկարաժամկետ ու կայուն համագործակցություն։ Կարևոր շեշտադրում է արվում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների խորացումը բխում է երկու պետությունների ազգային շահերից եւ հիմնված է ընդհանուր արժեքների վրա։ Այդ արժեքներն են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվում է հավատարմությունը միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտին, որոնք միջազգային հարաբերությունների հիմնարար փաստաթղթերն են։ Հռչակագիրը նաև հիմնված է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության, մշակութային կապերի ու մարդկային փոխհարաբերությունների վրա։ Այս հիմքը թույլ է տալիս ոչ միայն պահպանել, այլև զարգացնել փոխվստահությունը, ինչը կարևոր նախապայման է ռազմավարական գործընկերության համար։ Առանձնահատուկ կարևորություն է տրվում տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ապահովմանը։ Կողմերը վերահաստատում են իրենց աջակցությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև առաջնորդվելով Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքներով։ Սա ցույց է տալիս, որ հռչակագիրը ունի ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային նշանակություն։ Քաղաքական ոլորտում նախատեսվում է ակտիվ ու շարունակական երկխոսություն բոլոր մակարդակներում։ Կողմերը պայմանավորվում են պարբերաբար անցկացնել խորհրդակցություններ, գնահատել համագործակցության արդյունքներն ու մշակել նոր նախաձեռնություններ։ Այս գործընթացը նաև ներառում է Հայաստանի հարաբերությունների խորացումը եվրոպական կառույցների հետ, մասնավորապես Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում։ Անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցությունը համարվում է ռազմավարական գործընկերության առանցքային ուղղություններից մեկը։ Այն ներառում է պաշտպանական կարողությունների զարգացում, ռազմատեխնիկական համագործակցություն, ինչպես նաև միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության ընդլայնում։ Բացի այդ, նախատեսվում է զարգացնել համագործակցությունը հիբրիդային հարձակումների, արհեստական բանականության ու տեղեկատվական անվտանգության ոլորտներում, արձագանքելով ժամանակակից մարտահրավերներին։ Տնտեսական ոլորտում կողմերը նպատակ ունեն խորացնել առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումներն ու զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, նորարարություն ու թվայնացում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը։ Գլոբալ մարտահրավերների շրջանակում Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցելու են կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պահպանության ու կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր դեր ունի Փարիզի համաձայնագիրը, որի նպատակներին կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը։ Ապահովելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի ձևավորման ուղղությամբ։ Այն ստեղծում է ամուր հիմք երկարաժամկետ համագործակցության համար եւ նպաստում է ոչ միայն երկու երկրների, այլև նաեւ տարածաշրջանային կայունության զարգացմանն ու խաղաղությանը։ Ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հանդես են եկել լրատվամիջոցների համար հայտարարություններով ու պատասխանել լրագրողների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հարցին, թե ինչ նոր հնարավորություն է այս փաստաթուղթը ստեղծում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, նշել է. Գործնականում մեր հարաբերություններում շատ լայն օրակարգ ունենք հաստատված եւ ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ընդգծում է նախ
արկա իրավիճակը եւ այդ արկա իրավիճակը առավել արդյունավետ օգտագործելու եւ առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում եւ նաեւ ամենակարևոր հանգամանքը հնարավորությունը ի վերջո բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված եւ գործընկերություններ հաստատելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար արկա են բոլոր պայմանները եւ կառավարությունների դերն է ստեղծել հնարավորություններ, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր եւ պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել։ Իմիջայլոց նոր հնարավորությունների մասին մենք փաստաթուղթը ստորագրեցինք եւ գործնականում 2 րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին եւ իրացվեցին եւ այս process-ը կլինի շարունակական։ Հարցին թե մինչև ուր կարող է Հայաստանը գնալ Եվրամիության մերձեցման ճանապարհին, վարչապետը նշել է, որ այդ հարցին պատասխանել է դեռ 23 թվականին Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։ Հայաստանի Եվրամիության լինելն այնքան մոտիկ, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իսկ Էմանուել Մակրոնը ֆրանսիացի լրագրողի հարցին է պատասխանել, որը հետաքրքրվել է թե արդյոք Նիկոլ Փաշինյանին ընտրություններից 1 ամիս առաջ աջակցությունը միջամտություն չէ։ Պետք է տեսնել, թե որոնք են միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով, քաղաքական ստանձնող որոշումներով եւ դիրքորոշումով։ Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարի ի վեր, ինչպես անում եմ, արել եմ Մայա Սանդուի աջակցելով, Մայա Սանդու, որը դիմակայում էր ոչ եվրոպական ընտրություն։ Եվ ես ստանձնում եմ լիովին այս որոշումը, այսինքն պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները գալով այստեղ, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, այդ տեղեկատվության մանիպուլյացիան, ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով, փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է։ Եվ բոլոր հարաբերությունները բացահայտ ներկայացված են, շատ պետության ղեկավարներ աջակցել են, գնացել են աջակցելու Մոլդովային, չի կարելի խոսել այստեղ միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություններ եւ ի հակառակը կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ հաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը, որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում, ահա այդ տարբերությունը, կարևոր է դա հիշել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը Գյումրիում մասնակցել են երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին, այսպիսով Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցն ավարտվել է։ Զվարթնոց օդանավակայանում Մակրոնին ճանապարհել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Հանուն Հանրապետության կուսակցության ազգային ժողովի падգամավորի տեխնացու Ազատ Արշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ շնորհավորն էլ է ճիշտ։ Շնորհավոր եք։ Ես ձեզ շնորհավորում եմ այս վերջին օրերի պատմական։ Այո, փառահեղ բան է տեղի ունեցել, որի համար ես ձեզ եւ մեր հետևորդներին շնորհավորում եմ։ Այս կարևորագույն բանն է տեղի ունեցել մեր պատմության մեջ։ Պարոն Արշակյան, ինչ կարևորում ենք ռազմավարական այս նաև փաստաթղթի կյանքի կոչումը եւ գիտեք 13 այլ փաստաթղթեր նույնպես Ֆրանսիայի հետ ստորագրվեցին։ Մենք տեսնում ենք մեծ աղմուկ կա, հատկապես խորհրդարանական ընդդիմությունն է, օրինակ падգամավորներից մեկը Աննան Գրիգորյան ասում է Երևանից փաստացի սպառնալիք է հնչում Մոսկվային, դրանք անհետևանք չի մնալու։ Տեսեք, կարծեք թե ուղերձ են հղում Մոսկվային արձագանքելու եւ գիտենք նաեւ այնտեղից էլ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այս օրերին արդեն սպառնալիքներով լի հայտարարություններ են արել մի դեպքում Կասաչևի հայտարարություններ, ի դեպ Մարգարիտա Սիմոնյանն էլ էր այս օրերին նաեւ ակտիվացել։
Ռուսաստանի արձագանքը իսկապես չի ուշանա եւ դեռ կլսենք, թե ինչպես են գնահատում տեղի ունեցածը։ Ռուսաստանի արձագանքը պետք չի, Ռուսաստանին ենք մենք արձագանքում։ Դա մեր արձագանքն է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի արձագանքն է 1921 թվականի մարտի 16-ի փաստաթղթի արձագանքն է, մենք ենք արձագանքում։ Ռուսաստանն արդեն իր գործն արել է, հանձնել է Ղարսը, Արդահանը, Վանը հանձնել է, Արարատը հանձնել է, Արարատ լեռը, Մասիս Սարը հանձնել է, Նոյան տապանը հանձնել է Ռուսաստանը, մեզանից խլել է Հայաստանի Հանրապետությունից անկախ, տվել է Թուրքիային, բոլորովին վերջերս Նագորնի Ղարաբաղը մեզանից խլեց իր զորքի արկայությամբ, տվեց Ադրբեջանին, հիմա մենք արձագանքում ենք։ Մենք արձագանքում ենք, ասում ենք, որ скажи-ка, дядя, ведь недаром Москва спаленная пожаром французу отдана. Бородинон է կրկնվում, այս անգամ Վատերլո չի լինելու, որովհետև Վելինգտոնը մեզ հետ է։ Երկու ռազմավարական փաստաթուղթ է ստորագրվել։ Միացյալ Թագավորությունը նույնպես միացել է մեզ։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը երազում է, որ Վատերլո է լինելու, Աուստերլից է լինելու, արդեն եղել է, Բորոդինո է եղել, հանձնել է Ռուսաստանը, հանձնվել է Ռուսաստանը, եւ իզուր են ողբասած տիկնայք, ինչքան էր 3 մանեթեր, 3 կոպեկանոց լաց եթե դա կոպեկ էր, մանեթ չի եղել, 3 կոպեկանոց լաց են 3 կոպեկանոց լացկանները իզուր են ողբում, չէ, չնայած դա եթե կոպեկը տալիս են, դա իրա գործն է, բիզնես է, թող ողբան, չի գա Ռուսաստանը, նա մենք չենք վտարել Ռուսաստանին, այդ ողբասացը պետք է իմանա, խոսքս Մարգարիտայի մասին է, այդ իրա վերնապոդնիչսկի է, դա ուրացման, դավաճանության ակցիա է, Մարգարիտա Սիմոնյանը իժե, տենց են ասում ռուսները, իժե, պատոբնիները, դրանք նաև հայտարարում են, լուստրացիա են անում ուրացման և դավաճանության մասին, Ռուսաստանը լքել գնացել է Արարատ լեռը, Ռուսաստանը լքել է Նագորնի Ղարաբաղը, Նախիջևանը, Նախճավանը, իրենք ինչն են ողբում, ինչն եք դուք հիմա հանձնում, ում եք հանձնվում, գենդերային իմաստով չէ, քաղաքացիական իմաստով ում եք հանձնվում, եթե դուք հանձնվում եք, ինչ եք մեզ տեղյակ պահում, գնացեք ձեր մոտ, ձեր լեզվով, ձեր եթերներում ինչ ուզում եք ասեք, մեզ ինչ եք խառնում ձեր գործերին, դուք Բորոդինոյում պարտվել եք, 1989 թվականին դուք Հայաստանի Հանրապետությունը, Ուկրաինան, Բելոռուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը հանձնել եք 1989 թվականին, 1990 թվականի նոյեմբերին ստորագրել եք, որ Հայաստանը ձերը չի, ապա գաղութացում։ Հիմա մենք խոսում ենք սև ու սպիտակի, ուրեմն գաղութատիրության եւ ազատագրական պայքարի մասին։ Մենք ազատագրվում ենք, ազատագրվել ենք 1990 թվականին, հռչակել ենք Հայաստանը անկախ, ազատագրվել ենք 2018 թվականի, էլի մայիս էր, ապրիլ-մայիսին, այս հեղափոխությունը թավշյա, մավշյա եւ այլն, դա ազգային ազատագրական պայքարի ձև է։ Մենք ազատագրվել ենք, հիմա նորից արդեն մեզ ընդունեցին, ճանաչեցին մեր ազատագրական շարժումը, որի անունը մենք ասում ենք թավշյա հեղափոխություն կամ Ղարաբաղյան շարժում։ Դրանք եղել են ազգային ազատագրական պայքարի ձևեր։ Հիմա մենք ազատվել ենք աշխարհի 51 պետություն, ես այդ օրինակը բերում եմ, ինքս առնչություն... Հայաստանը աշխարհի կենտրոն էր դարձել ստացիան այսօրերին։ Դե միշտ է կենտրոն եղել, այս անգամ ուղղակի եկան ներկայացան, վկայեցին, որ Հայաստանը աշխարհի կենտրոնն է, գլոբուսի, հա, մեր գլոբուսը, ակնհայտ էր, ուրեմն
հակահիտլերյան կոալիցիան 53 պետությունից էր բաղկացած։ Հակապուտինյան կոալիցիան 51 պետությունից, աշխարհի 50 պետություն, մեկը որն էր, որ չէր եկել։ Պետք է 51 լիներ։ Մեկը ինչ որ մեկը չի եկել, չի իմացել երևի։ Գերմանիան գիտեք հայտարարեց, որ զբաղվածության պատճառով Գերմանիան էլ թուղթ ուղարկեց, որ ինքն էլ է ստորագրում, այսինքն աշխարհի 51 պետություն հակապուտինյան կոալիցիան եկավ Հայաստանում վկայեց, ճանաչեց հայկական պետության ազգային ազատագրական շարժման իրավունքը եւ իր աջակցությունը հայտնեց։ Ընդհանրապես մենք դա հիմա Մարգարիտան դե որ լաց է լինում, դա վերնապոդրնի մագի Մարգուշա, ոնց են իրանք ասում են էլի մի բան, թող ընդեղ ասի, հոնորար է ստանում, ինչ է ստանում, ինչ է ուզում Մարգարիտան, ով ասեց ինչի տա պետք, գնա ընդեղ ուրիշ բանով զբաղվի։ Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես այ երկուսով կարող ենք Մարգարիտայի մասում, բայց պետությունը չպետք է արձագանքի։ Նա գերության մեջ է, այստեղ ուրիշ բան կա։ Նա գերության մեջ է։ Դու գիտեք աշխարհի բոլոր զինվորական կանոնադրությունների մեջ գրված է գերության մեջ դու ազատ ես լեզու գտի գերավարողի հետ դա նույնիսկ Իսրայելում դա պարտադիր գրված ասում են լեզու գտի հետները այսինքն ես հիմա Մարգարիտային կոչ եմ անում եւ իժը նրանց իժ օծի մաստով չէ ուրեմն նրանց ասում են որ դուք քանի որ գերության մեջ եք այդ պետությունը արյունարբու պետությունը ձեզ չի խնայի դրա համար բալտայցը այ դա բալտունկա է բալտայց այ բլբլացեք զազրախոսեք մեր մասին ես այդ իրավունքը Մարգարիտային Արային Սամվելին ելով կանդեղ են Արամիչին վկա մի հատ Գաբրելյանովին դրանց բոլորին ամբիսիա եմ հայտարարում իմ կողմից անձնական ես ասում եմ որ տղերք եւ աղջիկներ հանձնեք իմ հայրենիքը ինձ հանձնեք ձեր կյանքը փրկեք ձեր ունեցվածքը փրկեք դավաճանեք ինձ ես ձեզ ներում եմ դավաճանեք որ դուք գերության մեջ եք Լավ, պարոն Արշակյան, նրանք, որոնք գերության մեջ չեն, նկատի ունեմ Կրեմլյան առաջին դեմքերին, ինչպես արձագանքել, հասկացանք, որպես հայ նկատի ունեմ։ Հա, հանձնվեք, փրկեք ձեզ։ Պարոն Արշակյան, ինչպիսի արձագանք կարող ենք տեսնել, որովհետև մենք գիտենք Ռուսաստանը միշտ արձագանքում է ավելի շատ տնտեսական հարվածներ հասցնելով մի դեպքում գիտեք անցնող շաբաթներին ջերմուկներ թիրախում հիմա արդեն խոսում են այդ հնարավոր է օրինակ գազի գնի թանկացում չգիտեմ հա որևէ այլ կերպ փորձի ճնշումներ գործադրել որովհետև օրինակ նշվում է որ Զելենսկու այցը չի մարսվի մենք տեսնում ենք նաև Բելարուսի արտաքին գործերի նախարարությունն է անհանգիստ այնտեղ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նրան ներկայացվել է այսպես խիստ բողոք, հանձնվել նոտա կապված հայկական կողմի վերջին հայտարարությունների հետ, մասնավորապես Ալեն Սիմոնյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա եւ չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելարուսը։ Ես եթե Ալեն Սիմոնյանը ի պաշտոն է ամենաբարձր պաշտոնյան է, ես իրեն շնորհակալություն կասեի, բայց դա ինքը իր գործն է անում։ Դա իր գործն է պաշտպանել մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը։ Տեսեք, ես հիմա շատ գովեստի խոսքեր չեմ ուզում ասել, Ալեն Սիմոնյանին լավ արել։ Քիչ է, հետ կանչեք մեր դեսպանին, խզեք մեր հարաբերությունները գուբերնիայի հետ, Մոսկվայում ունենք դեսպան հերիք է։ Ինչ ենք իզուր տեղը փող ծախսում։ Զավթված պետության ով է, տեղապահ է, ինչ է այդ Լուկաշենկան։ Նրա հետ իզուր էլ մենք շփվում ենք, հիվանդ մարդ է, ակնհայտորեն հիվանդ, ոչ միայն ֆիզիկապես։ Ուրեմն ես կարծում եմ լավ արել։ Հարկավոր է հետ կանչել դեսպանին, իզուր տեղ փող մի ծախսեք դեսպանատան վրա, կազատագրվի նոր կգնան կամ աջակցենք, որպեսզի Բելարուս ժողովուրդը ազատագրվի բռնապետից եւ ապագաղութացվի։ Այդ դրան պատրաստ ենք մենք ծառայել։ Ճիշտ այնպես ինչպես Ուկրաինային։ Հրաշալի բաներ, որ Զելենսկին եկել է։ Նույնիսկ նշում էր, որ սա նույնպես շատ լավ է, չի ներվի Հայաստանին եւ այլն։ Բայց ակննդականը Մովսեսը սրանից 3000 տարի առաջ ասել է ակննդական
հավասարություն պետք է լինի։ Եթե դուք ընդունում եք մեր թշնամուն, փայփայում եք, գուրգուրում եք, դուք չեք ճանաչում մեր իրավունքը ձեր թշնամուն աջակցելու։ Ասա ով է բարեկամդ, ասեմ ով ես դու։ Եթե իրենց կարելի է դաշինք ունենալ Թուրքիայի հետ, ուրեմն մեզ էլ կարելի է դաշինք ունենալ Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հետ։ Դա տարական բան է։ Ակննդական հավասարության բանաձևը 3000 տարի առաջ գրվել է, մենք էլ դա թարգմանել ու ընդունել ենք։ Սուրբ են այդ մարդիկ, ովքեր որ թարգմանել են ակննդականը, Աստվածաշունչը։ Հավասարություն պետք է լինի։ Դուք ընդունում եք մեր թշնամիներին, դուք աջակցում եք մեր թշնամիներին, մենք կաջակցենք եւ կընդունենք ձեր թշնամիներին։ Բայց Հայաստանը Թուրքիայի հետ թշնամական հարաբերություններ չունի։ Դուք լսում եք ՔԼՉ-ի երեկվա հայտարարությունները Երևանյան երկխոսության, որ ինքը Հայաստանում իրեն շատ ազատ ու շատ լավ է զգում, շատ հանգիստ է զգում, որ հայ-թուրքական հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ նրանք շատ առաջարկներ են արել, որոնք Հայաստանի տնտեսական շահերից են բխում եւ այլն։ Իհարկե դեռ չնշելով, թե օրինակ երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, այնուամենայնիվ։ Չէ, ներողությունից պետք է սկսել սահմանների բացումից, փոխհատուցումից։ Հա մենք բարի ենք կամ մեր հնարավորությունները սահմանափակ են, մենք հնարավորություն չունենք արդարություն ստանալու։ Մենք հնարավորություն չունենք, ոնց որ Թուրքիայի հետ դեռ նրանք այ ոնց որ Բրադինոն եղավ։ Այդպիսի մի բան էլ այնտեղ է լինել։ Ուզում եմ ասել, որ թուրքերը դեռ շատ անելիք ունեն։ Այդ որ ինքը որ նախագահը չի եկել եւ Եղեռնի հուշարձանին ծնկաչոք ներողություն չի խնդրել, այ ես այդ Թուրքիան եմ ուզում տեսնել։ Ես ուզում եմ դա տեսնել, Աստված թող ինձ երկար կյանք տա, գոնե դա տեսնելու համար, որ գա ներողություն խնդրի։ Արեց չէ, բայց Հայաստանի իշխանությունները կարծեք թե տեսնում եք միտված են ուրեմն խաղաղության հաստատմանը, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները դուք տեսնում եք ինչպես են զարգանում, անընդհատ խոսում են այն մասին, որ Հայաստանը գնում է ուրեմն խաղաղության ճանապարհով, այդ փաստաթուղթը կյանքի կոչելու ճանապարհով, բայց դուք թշնամի եք ասում։ Իրենք են ասում։ Իրենք են զավթել մեր երկիրը, Արարատը իրենք են խլել մեզանից։ Գոյություն ունեցող միավորված ազգերի կազմակերպությունը ազգերի լիգա էր կոչվում։ Նրանից խլել են։ Հիմա դա առանձին էջ է, դա առանձին բան է։ Մենք հիմա այլ գործընթացի մեջ ենք, դա ապագաղութացման գործընթացն է։ Մենք այսինքն այլևս չենք ուզում լինել գործիք ռուսական իմպերիայի ձեռքում։ Դրանք տարբեր բաներ են։ Մենք մեր շահերը ունենք, մեր պատմությունը ունենք, մեր կենսագրությունը ունենք, մեր հաղթանակները եւ պարտությունները, մենք դրանք չենք կարող ուրանալ։ Մենք չենք ուրանում, որ մենք հայ ենք, որ մենք հայրենիք ենք կորցրել, դա չենք ուրանում, ուղղակի այդ հարցը չենք դնում։ Օրակարգում չկա, օրակարգում ապագաղութացումն է, ազատվելը, ուրիշի համար չկռվելը Թուրքիայի դեմ։ Պարոն Արշակյան, եւ այս առումով երբ նշում եք ապագաղութացման կարեւորության մասին, ինչ է սպասում է առաջիկայում, մեկ ամսից խորհրդարանական ընտրություններ են ու այս առումով իսկապես պատմական ընտրություններ են մեզ սպասում, թե ոչ, մենք միասին լսեցինք նաեւ ֆրանսիացի լրագրողի ուրեմն Մակրոնին ուղղված հարցը հատկապես միջամտության մասով Նիկոլ Փաշինյանին աջակցելու, Հայաստանի իշխանություններին աջակցելու եւ լսեցինք նաեւ նրա արձագանքը եւ բավականին կոշտ շեշտադրումները ուղղված Մոսկվային Ռուսաստանի Դաշնությանը։ Գիտեք, մի քիչ առաջ ես ասացի, որ Ռուսաստանն է արձագանքում։ Հիմա էլ ես ասում եմ, մերոնք արձագանքում են, ինքնապաշտպանության դրսևորում է, բայց մենք չպաշտպանենք մեր ազատությունը, խոսքի իրավունքը, ընտրելու իրավունքը։ Նրանք նախահարցակ են, նրանց զորքը կա Հայաստանում։ Տեսեք, երբ որ խոսում ենք, եւ Մոլդովայի դեպքում էլ զորքը ռուսական իմպերիայի գաղութարար նվաճող զորքը այսօր գտնվում է Գյումրիում, այդ զորքը մտել է սվինների վրա, ջարդելով, փշրելով, ոչնչացնելով հայկական պետությունը, զորքը մտել է Գյումրի։ Առաջարկում եք, որ առաջ ուղարկել այնտեղ, որտեղից եկել է։ Դա հենց խորհուրդը երբ է եկել 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ։ 1920 թվականին ռուս-թուրքական օկուպացիոն նվաճող բանակը մտել է
Հայաստան մի կողմում նորը քննարկեցին, չէ, Արաքսից այն կողմ թուրքական բանակն է, այս կողմ ռուսական բանակը։ Հիմա մենք պաշտպանվելու իրավունք ունենք, թե չէ։ Այ Ֆրանսիան ասում է, ես պաշտպանում եմ ձեր շահերը, ամենատարրական իշխանություն ընտրելու շահը, իշխանություն ընտրելու իրավունքը Ֆրանսիան դա է ասում, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունով, տեսեք որտեղից եմ գալիս։ Ֆրանսիան պարտավոր է ապահովել ժողովրդավարական ընտրությունները մեր երկրում, որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ, միջուկային պետություն, որպես երաշխավոր կանոնադրություն։ Չի հրաժարվում ուրեմն ապահովելու Մակրոնի ամբողջ խոսքը հենց։ Ֆրանսիան էլ չէ, մենք հենց այնպես բարեկամություն չենք անում։ Հո Բելոռուսի հետ չենք անում բարեկամ, այդ բռնապետի հետ տարբերություն կա, չէ։ Բայց Ֆրանսիան էլ պետք է իրեն արժանապատվի, միջուկային Ֆրանսիա է դա։ Ֆրանկները, Կիլիկիայի թագավորությունը, խաչակիրները, մեր մշակույթը, Վոլտերը, Դեբյուսին, շարունակեմ Բիզեն, Խաբաներան, հա։ Հայաստանն ըստ էության համաձայն է ծայրագավառ չի լինելու, Սիմոնյանը արձագանքում է Բելառուսին հենց այն կոնտեքստում, եւ սա թերևս կլինի Բելառուսի հետ հարաբերությունների վերջակետը, կարծում եք։ Բռնապետի հետ վերջակետը, Բելառուս ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է եւ բախտակից ժողովուրդն է։ Եւ Տիխանովսկայան այո, ես Հայաստանի լուսանկարվել եմ։ Ձերք սեղմել եմ ի նշան համերաշխության։ Ես ասում եմ, որ բախտակից ժողովուրդը նրա ազատության համար ես պատրաստ եմ պայքարել։ Մեր ազատությունը եւ նրանց ազատությունը զանաշու и вашу свободу ռուսերեն ասեմ։ Ուրեմն ես կարծում եմ, որ Ֆրանսիայի միջամտությունը օրինական է։ Նա իրավունք ուներ եւ օգտվում է իր իրավունքից։ Այդ իրավունքը մենք տվել ենք դառնալով Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Երկրորդը, մենք ենթարկվել ենք ագրեսիայի։ Մեր երկիրը ենթարկվում է ագրեսիայի, հարձակման է ենթարկվում, այստեղ ունի ագենտներ։ Ես դրա համար դատապարտում եմ մեր իշխանությանը, որ թույլ է տալիս, որ ագենտները այստեղ ազատորեն գործեն։ Ֆրանսիան եկել է մեզ պաշտպանում է իմպերիայի, ռուսական իմպերիայի, պուտինիզմի, պուտինիկներից, պուտինկաներից, հա, պուտինկա, ուրիշ իմաստով չէ։ Պուտինկա, այդ տիկնանց անունները, որ դուք մեկի անունը չտվեցիք, Պուտինկան պաշտպանում է Պուտինին, այսինքն նրանց ձեռքերը նույնպես արյունոտ են, հոկտեմբերի 27-ն են նրանք պաշտպանում, մարտի 1-ի ջարդարարին են պաշտպանում, Պուտինկաները, պուտինիկները մեր մոտ, պուտինյանները, հա, նրանք պաշտպանում են, ջարդարարին են պաշտպանում, մարդասպանին են պաշտպանում, դահիճին են պաշտպանում, հիմա Մակրոնը եկել ասում է, որ ես էլ ձեզ եմ պաշտպանում, իրավունք չունեիք, ինքը իրավունք ունի պաշտպանելու, մենք էլ իրավունք ունենք պաշտպանվելու, ես կարծում եմ, որ պետք է մենք շատ եռանդով, մեծ ջանքերով պետք է պաշտպանվենք, հակառակորդը պետք է սարսափի, այ մենք դա չենք անում։ Ինչ նկատի ունեք, դուք նկատի ունեք այդ եռագլուխ քաղաքական ուժերին, որոնց մասին պարբերաբար հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյան, այդպիսի ձևակերպում։ Եռագլուխ եւ պուտինկաներին, եռագլուխից բացի իրենց կողմնակիցներին առնվազն պետք է արտաքսվեն, արգելվի նրանց մուտքը եւ գործունեությունը Հայաստանում։ Իսկ արդարության, հանուն արդարության հոկտեմբերի 27 եւ մարտի 1 կազմակերպողներին, գույքազրկողներին, հայ ժողովրդին ազատազրկողներին հարկավոր է շատ խիստ պատժել օրենքով, մեր օրենքով, սահմանված կարգով։ Նաիրի Հունանյանի կողքը տեղ կա, տանել, տեղավորել։ Հարկավոր է, պետք է, անհրաժեշտ է։ Կոչ ենք Ուրեմն այդ անում։ գործողությունները Կոչ պարոն ենք անում, Արշակյան որ 8 տարի շարունակ հայտարարել եք այդ մասին, բայց Փոխենք։ ասում են մենք միջամտություն չեն գործում, թողել են իրավական, դատական համակարգը իր ուրեմն բնականon ընթացքով կզարգանա։ Ոչ։ Կանի այդ քայլերը։ Մենք միջամտությանը չենք հակազդում։ Դա սա լքություն է, երբ որ նրանք ազդում են, նրանք խմբակային են, նրանց աջակցում են դրսից։
Մերոնք ասում, մենք հիմա լքում ենք դատավորին ու դատախազին։ Մերոնք երբ որ հեռախոսը չեն վերցնում, մուրճը չեն խփում, ում որ պետքա, որտեղ որ պետքային, որ չեն խփում մուրճով, նշանակում է մենք լքում ենք յուրայիններին, մենք արդարադատությունը թողնում ենք անպաշտպան։ Դա է, եթե այն կողմից արդարադատության վրա կա ճնշում, լուրջ ճնշում, այս կողմից պաշտպանություն չկա, ակննդականը ես ինչի ասացի, Աստվածաշնչի գլխավոր դրույթն է, կարելի է դա շուռ տալ, արա ինչ որ կուզես, որ քեզ անեն, չէ՞։ Ես ասում եմ, որ մեր կողմից դա դասալքություն է, մենք լքում ենք մեր դատավորներին, մենակ ենք թողել, ճնշման տակ են նրանք, ակնհայտ ճնշման տակ են։ Մենք պետք է պաշտպանենք դատավորին, դատախազին, քննիչին։ Ես ընդհանրապես կողմ եմ եւ դահիճին, այդ կլյուչնիկին, նա պետք է անվտանգ լինի։ Նրանց վրա պետք է դուռը փակի եւ նրանք պետք է իմանան իրենց տեղը։ Ես կարծում եմ, որ մենք թերանում ենք մեր 18 համարն եմ ես, գիտեք։ Այս ընտրություններին 18 համարին եմ ես միացել։ Գիտեմ։ Ուրեմն հանուն արդարության, հանուն հանրապետության, հանուն ազատության, հանուն ժողովրդավարության, կարևորը հանունն է։ Ես 18 թիվն եմ, 18-ը ես եմ։ Ուրեմն ես դրա համար եմ գնում, որ ես ապահովեմ իմ հայրենիքի անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ հանցագործներին պատժելու իմ իրավունքը։ Պետք է հանցագործը պատժվի։ Ու այդ հիմնավորումները, որ որևէ միջամտություն չենք գործելու, չենք իրականացնելու, որևէ կերպ արդարացում չունեն։ Դատապարտում եմ, մենք պետք է ապահովենք, մենք արդարադատություն ապահովենք, հիմա չի ապահովվում, հարցակում կա արդարադատության համակարգի վրա, օրենքների թերի լինելու պատճառով, թերի են օրենքները, այդ օրենքները հարմարեցվել են կոռուպցիային, գաղութատիրությանը, անազատությանը, դուք պատկերացնում եք հանրաքվեից հետո 1991 թվականի սեպտեմբերի հանրաքվեից հետո, երբ 99% Հայաստանի բազմազգ Հայաստանի քաղաքացիների անկախություն ընտրեց, 150 հոգով Հայաստանը հանձնեցին Եվրազիական միությանը, 150 հոգով, 300 հոգով, լավ, 3 միլիոնը ընտրել է ազատությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, 300 հոգի հանձնել է, հիմա դա արդարացի է։ Ուրեմն 3 միլիոնի կարծիքը մի կողմ են դնում, 300 հոգու կարծիքով գրված, մշակված արդարադատությանն են հետևում։ Ես կարծում եմ, որ կոպիտ սխալ է, կամ Եվրոմիության, դե հիմա արդեն միսակ անհարմարել է, հիմա միսակ որ ասում ես, մենք այդ Եվրաքվեի աջակիցն ենք, բան միսակ ասում են գնարա, դե սով է, Թոշակարոյին ինչ եք ներս թողել, պատկերացնում եք, ես 1965 թվականից ասում եմ անկախություն, ազատություն, Եվրոմիություն, հիմա են ասում են 18 համարը գրեք, թող որ էդի չընտրվի։ Դու գիտեք, չէ՞ ոնց են անում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ ես հիմա գնամ ինձ այնտեղ ներս չեն թողնի։ Ես հիմա իշխանական որևէ տեղ որ գնում եմ, մի ամիս առաջ հերթագրվում եմ, որ թոշակս երեք են տվել, գիշերն են թոշակս տվել։ Դե գիտեք, ոչ աշխատանքային օրերին Հայաստանի Հանրապետությունում Արշակյան։ Իսկ իմ դեղերը հարցնում են, որ աշխատանքային օր չի կամ աշխատանքային օր է։ Ես հաշվում եմ, չէ, 30 օրը հաշվում են։ Ամսի 3-ին իմ վերջի 1000 դրամը ես ծախսում եմ։ Ինչի թոշակը չտվեցիք ամսի 3-ին։ Ես անձնական չի։ Ես դուք թոշակառուների հանրապետության հանուն թոշակառուների շահերը, այդ ինչ թոշակ եք տալի, որ 3 օր էլ հանգստանում եք, դուք չհանգստանայիք, այդ ծառայությունները, որոնք որ մարդկանց են սպասարկում, նրանք չպետք է հանգստանան ոչ մի օր, 24 ժամ 7 օր, նրանք պետք է անդադ աշխատեն, դրանք մեր ծառան են, ասում հանգստանում ենք, բա իմ թոշակը, բա իմ դեղերը, բայց ինչո՞ւ պետք է կամ նկարահանման։ Փողս պրծել է, չէ, ես իրականում ունեմ։ Ինձ պահում են իմ զավակները։ Ես գիտեմ։ Թոշակառուների շահերն եմ ես պաշտպանում։
Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի Հանուն Հանրապետության Կուսակցության ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։